Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանք սկսում է տոնն շնորհավոր Զինետ նախագիծը։ Եվ հարգանքներս մեր բոլոր անդավաճան հեռուստադիտողներին, ովքեր հետևում են, գրում են, ջնջում են, ցանկանում են դիտել այս կամ այն դեմքերին ինձ մոտ տաղավարում, բայց ես միշտ սիրում եմ ներկայացնել ըստ հերթականության եւ ըստ ֆորմատի։ Եվ չեմ խառնում մեր սկզբունքը, ուզում եմ հենց առաջնար շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսալովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ մեծագույն սիրով ներկայացնում իր շատ սպասված հյուրին։ Hենց մեր գյուղումը պատահեց այցուլումը, յարս տեսավ Մարոյին, վույն եկավ իմ յարոյի, հենց մեր դեզի մոտ Մարոյից առավ կարոտ, ուզում էին ինձ համոզել, որ եկել են ոչխար խուզեն, բայց ոչխարը սարում խզարում տուն ու տեղս փուլ եկավ, Մարոյ յարից տուն եկավ, յարս մարտին գնաց պարտի, վույհամա յար ջան, ես մնացի առանց մարտի, Հարսնի կարին հորդին մորդին, վույհամա յար ջան, և ունեցան երկու որդի, յարս մարտին գնաց պարտի, վույհամա յար ջան, ես մնացի առանց մարտի, վայհամա յար ջան, հարսնի կարին հորդին մորդին, վույհամա յար ջան, գեղով էլան իրար քրթին, Բաղ չունեմ այախչի, ոնց կարա յարս փախչի, մարդ չունեմ որ կանչի, խմիջակատս պաչի, Մարո յարիս յար դարավ, եղան գեղով խայտարավ, գժվիմ կնգնիմ ճամպեքի, ինչև գտնեմ ենեքի, ով ինձ սակուն սիրումա, գութանս վարումա, սարեր ինձ տանումա, տնաշենս պանումա, յարս մարտին գնաց պարտի, վույհամա յար, յարս մարտին գնաց պարտի, Ես մնացի առանց մարտի, վայհամա յար ջան, հարսնի կարին հորդին մորդին, վույհամա յար ջան, և ունեցան երկու որդի, յարս մարտին գնաց պարտի, վույհամա յար ջան, ես մնացի առանց մարտի, վայհամա յար ջան, հարսնի կարին հորդին մորդին, վույհամա յար ջան, գեղով էլան իրար քրթին, յարս մարտին գնաց պարտի, Ես մնացի առանց մարտի, վայհամա յար ջան, հարսնի կարին հորդին մորդին, վույհամա յար ջան, գեղով էլան իրար քրթին, Դե ինչ, ես վստահ եմ, որ հենց հիմա ժամանցասեր հասարակություն ավելի մոտ անաստ է, ձայնը բարձրացրել է եւ ուզում է այս անգամ հասկանալ, թե Հակոբովնան ում է հյուրընկալել։ Իդեպ չեմ վախենա, կարող եմ ասել իմ 100 տարվա ընկերոջը, որը միշտ սկզբունքների տեր է եղել եւ միշտ յուրովի տարբերվել է, առավելվս պար ասպարեսում։ Բայց երկար չեմ ուզում տիտուլներ ասեմ, ի վերջո ասեմ, որ հենց հիմա շատ-շատերը, առավելևս ճաշակով առիթատերերը եւ ժամանցասեր հասարակությունը
իմ կարծիքով գիտի Roxo շոուի մասին։ Իսկ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, իմ թանկարժեք լավ ընկեր Մանուկը ինձ մոտ տաղավարում է։ Ման ջան, լավ ներկայացրեցի։ Արդեն էլ կարամ գնամ։ Մի անգամ է։ Ոնց ես, նախ բարի գալուստ։ Հա, բարև ձեզ սիրելի հեռուստադիտողները եւ Տեսախցիկը սա է, քոնը, բայց ինձ հետ։ Տեսախցիկը սա, հա։ Բարև Դինա ջան, շատ ուրախ եմ, որ հյուրընկալեցիր ինձ քո տաղավար, շատ ուրախ եմ, որ շարունակում ես քո գործունեությունը մեր եթերներում։ Հա, որոշեցի վերադառնամ։ Սենց մի հատ մի քիչ հետ գնամ, էլի։ Այն լավ տարիներին, երբ որ ես Վարդան Սարգսյանը, մեր լուսահոգի ամենաթանկ ընկեր Ալենը, ինչու՞ չէ, Սրափը, այն որ մի հատ թիմ էինք, հա, ու այդ թիմը պարակտվեց, երբ որ դուք գնացիք Ռուսաստանի Դաշնություն։ Դուք ասվածը ես դե եւ Ալենի մասն եմ խոսում եւ քո։ Ու երջանկությունից չէի տեղս գտնում, երբ որ իմացա Մանուկը վերադարձել է ու նորից ինչ որ բոմբում է, չեմ վախենա այդ բառը ասելուց։ Ման ինչքան ժամանակ է վերադարձել ես։ Վերադարձել եմ արդեն կլինի մոտ 3 տարի, Դին ջան։ Որտեղից։ Սանկտ Պետերբուրգից բնականաբար, իմ առաջին քայլերը մեծ եղավ Սանկտ Պետերբուրգում, որը հրավերք ստացա ուղղակի մրցույթների ու սիրահարվեցի հենց այդ քաղաքի վրա, կարող եմ վստահել, որ դա իմ ամենասիրած քաղաքներից մեկն է Սանկտ Պետերբուրգը, ու որոշեցի իմը ստեղծեմ հենց այնտեղ։ Ստեղծելով նոյամպարային համույթը, ցավոք այս 3 տարի նոյամպարային համույթը չի գործում, բայց հուսանք, որ որոշ խնդիրներ կլուծվեն եւ կսկսի գործել նոյամպարային համույթը, ու վերադարձա Երևան, դե բնականաբար չի կարող անուշադրության մատնել Այո։ Իմ աշխատանքը, իմ արվեստը, որը ես գնահատում եմ ու շատ սիրում եմ, ու որոշեցի ֆորմատը փոխվել, ոչ թե լինի հայկական ժողովրդական, այլ որոշեցի ավելի ուրիշ ֆորմատով փորձեմ իմ արվեստը զարգացնեմ։ Սկզբնական շրջանում հրավիրում էի դրսից պարողներ, պարուհիներ, պրոֆեսիոնալ ու փորձեցի միանգամից աշխատել պրոֆեսիոնալ պարողների հետ, որը մինչ օրս աշխատում եմ ստեղ Երևանում պրոֆեսիոնալ պարողների հետ։ Ստեղծեցինք մեր թիմը շատ մեծ չի, ընդհանուր 10 հոգի ենք մենք, բայց կարողանում ենք բավարարել բոլոր միջոցառումները մինչև 500 հոգի։ Եթե ես չեմ սխալվում, այն որ ասում է նոր ակումբներում նորություն եղավ եւ մեր Սոնչիկի հետ էր դու աշխատում, ճիշտ եմ հիշում։ Հա, ճիշտ ես հիշում, առաջին պրոյեկտը որոշեցի անեմ, այո, որոշեցի կանենք բուրլեսկ։ Դե Հայաստանում, որը դա չկար, ինչպես ասեցի, որ ես ուզում եմ ֆորմատն էլ փոխել, այսինքն ես էլ չէի ուզում միայն հայկականի եւ աշխարհի ժողովրդական, այսինքն ուզում եմ ավելի քիչ կլուբնային ֆորմատով աշխատեի, ու իմ առաջին պրոյեկտը ես շատ վստահ վերցրեցի բուրլեսկ։ Այո։ Ու դա ինձ բուրլեսկի համար բնականաբար երգչու էր պետք, ու հասկանում եմ, որ եթե ես Երևանում բուրլեսկ եմ անում, ինձ լավ ձայն է պետք, ու ժիվոյ ձայն է պետք, ու լավ պարուհիներ։ Ու դա բավականին մեր մոտ լավ ստացվեց, Սոնչիկի համար մի քիչ դժվար, որ ինքը իր ֆորմատի հետ դուրս գա, մտնի լրիվ ուրիշ ֆորմատ, ու ավելի ազատ իրան զգա Հայաստանում։ Դա իր համար շատ դժվար էր, բայց դա իր միակ հաջողությունն էր, որը հիմա նա գտնվում է Եվրոպաներում եւ ամբողջ աշխարհում։ Ամբողջ աշխարհով։ Ամբողջ աշխարհով, որ ինքը իր CV-ները բուրլեսկից հետո ուղարկեց, նրան ասեցին դու ինչ ես անում Հայաստանում, դու ստեղի բան։ Ու որը ես շատ ուրախ եմ։ Կորոնան, չէ։ Դե կորոնան էլ իր դերը խաղաց, որ ես տեղափոխվեցի Երևան, հետո հրավերքները բուրլեսկից հետո նորից ես առաջարկ ունեցա մեծ ֆորմատի, որ իմ ամենասիրած ֆորմատն էր ու ավելի ամենահաճույքով այդ ֆորմատով եմ աշխատել։ Ու դրանից հետո բնականաբար կամ ես պետքա լինեի ստեղ, կամ Սանկտ Պետերբուրգ, որը Սանկտ Պետերբուրգի ծնողները, երեխաները միայն ինձ էին սովոր։ Հոց ամենալավ խորեոգրաֆի ես ուղարկեցի Սանկտ Պետերբուրգ տարա, նրանք չհամաձայնվեցին նրան։ Ու այդ էր իսկ պատճառը, որ նրանք սովորել էին ինձ։ Բայց հիմա արդեն ինձ թվում է նրանք էլ են հանգստացել, հիմա արդեն նրանք ինձ թվում է պատրաստ են նոր խորեոգրաֆի, բայց իմ գլխավորությամբ։ Հիանալի է։ Լսում եմ ու փշակաղում եմ, որովհետև ոնց որ ուրիշ մանուկ է ինձ մոտ նստած։ Լավ, երբ որ ես մի քանի ամիս առաջ առիթների ընթացքում իմ ընկերներից մեկի առիթներ հարսանեկան հանդիսություն ու ես չէի վարում, պատկերացնում ես, ես դա ուղղակի վայելում էի։
Դե իմ ընկերները երգում են այսպես այնպես, բոլորի ուրախանում է, բան մեկ էլ մի անգամից մի հատ ասեցին, խնդրում ենք պարարապարակը ազատեք ու տեղ մտնում են մի քանի հոգի, այն որ եւ հագուստը, եւ վիճակը, եւ շոուն, եւ սևականներ, եթե անկեղծ ես գիտեի ամբողջ թիմը արտ երկրից է։ Ուզում եի հասկանալ ովքեր են այս որտեղից որ կարողացան ինձ ամենավերջից բերել մեջտեղ ու ես չգիտեի ոնց նկարեի, ոնց ցույց տայի, ոնց վայել, ասեի մենք էլ ունենք արգարժան առիթատեր էր կարելի է այլ, այն որ battle ասվածը ստացվել էր այդտեղ։ Հետո դե բնականաբար իմ ու քո ընկերուհի մեծանին ոճաբան Սոնյա Դիլանյան ասաց Զինա, քո մանուկն է այդ ամբողջի ղեկավարը։ Մանուկ դու էլ տեղ կա մեզ զարմացնելու, թե էսի լը սկիզբն է։ Դե ճիշտ ասած, ճիշտ ես ասում, իմ մոտ հիմնականում ապարում են արտ երկրից, չնայած Հայաստանից էլ են պարողներ պարում, բայց հիմնականում արտ երկրից ու ես էլ ինձ դժվար է իրանց բացատրել, որ մեր աշխատանքը, մեր ելույթների պետքա լինի նա, որ մենք իրանց կարողանանք ուրախացնենք։ Չէ՞ որ ինչ ուզում ես արա, մեր Հայաստանում մենք մի քիչ կոմպլեքսավորված ենք, ասոբը ինչ հլվոր, որ առաջ երկու բաժակը չենք խմել, կոմպլեքսավոր, իսկ մեր գործը նա էր, որ մենք իրանց հանգստացնենք, իրանց պարասնենք, այսինքն մենք նա ցույց տանք, թե ով ենք մենք, ու հետո ասենք մենք էլ ձեր նման մարդիկ ենք, եկել ենք ձեր տոնը սարքենք ավելի ուրախ։ Ու դա համար մենք բոլորին հրավիրում ենք, պարասնում ենք, դաժե սովորացնում ենք, ու մի հատ մեծ փարթի ենք սարքում, իցուխ ու խոդյում։ Հիանալի է։ Այսքան խոսում եմ, հետո կիմանաք ինչ է սպասվում ծրագրի ամփոփման ընթացքում։ Եվս մեկ հարց, քանի որ ինձ մոտ տաղավարում հիմնականում նաև գալիս են այն մարդիկ, ովքեր ամենաանմիջական կապն են առիթների հետ։ Այսինքն կազմակերպիչներ, վարողներ, երաժիշտներ, երգիչներ եւ այսպես շարունակ։ Առիթատերը եւ ռեստորանային համալիրի տերերը առավել եւս շատ են հետևում իմ թողարկումներին, գիտեն, որ ես սիրում նաև անել այստեղ բացահայտումներ։ Հիմա եթե մեզ լսում են իսկապես կազմակերպիչներ, չգիտեմ, եւ համալիրների ղեկավարներ, ասում են ոնց ինչպես կարող ենք գտնել ձեզ։ Գիտեմ, կա edge Instagram-յան։ Իսկ ընդհանրապես ոնց են կարողանում ձեզ հետ կապվել, ման դու ես այդ բոլոր հարցերով զբաղվում։ Ճիշտն ասած, հա, ես եմ զբաղվում բոլոր հարցերով ու շատ այդքան ակտիվ չենք մենք Instagram-յան էջերում եւ սոցցայցերում, որովհետեւ չգիտեմ ինչու մեր մոտ այնպես ստացվեց, որ միանգամից մեծ մասը մեր համար իմացավ ու ես էլ չեմ հասկանում որտեղից են իրենք։ Հա, փոքր Հայաստան ու դաժե ես ուզում եմ տեսահոլովակ նկարեմ ռոքսոշոյով ամեն ինչը գիտեմ ոնց պետք է լինի, դաժե ես դրա ժամանակը չեմ ունում, դաժե ուզում եմ ոնց որ թազա համարներ ստեղծվեն դրանց ժամանակներ չինում, որտեղ մենք կարելի ասել ամեն օր աշխատում ենք ու երեխեքներն են շատ հոգնում, որտեղ որոշ երեխեք համ սովորում են, համ երկրորդ աշխատանք ունեն, որոշ երեխեք թողել են երկրորդ աշխատանքը, միայն որտեղ չէին հասցնում։ Ու դրա իսկ պատճառով չենք հասցնում այլ համարներ անենք, բայց ես խոսք եմ տալիս, որ մոտակա 1 ամսում մեզ մոտ գնում է շատ ակտիվ փորձնական շրջան, իդեպ ասեմ, որ շատ միջոցառումներ տուժում են, որովհետև մենք ֆիզիկապես չենք հասցնում, որը ես նաև հայտարարում եմ ընդունելություն պրոֆեսիոնալ պարողների, որպեսզի ստեղծվի երկրորդ խումբը, մենք կարողանանք գոնե ինչ-որ չափով Հայաստանում իրականացնենք մեր միջոցառումները։ Տա Աստված, ես վստահ եմ, որ լավ է լինելու։ Եվ մի հարցել ու անցնենք արդեն բուն թեմային մեր ֆորմատի։ Ես գիտեմ, որ քեզ մոտ կան փաստեցիր արտ երկրից սպառողներ։ Իսկ այդ մնալը, չգիտեմ, այդ իրանց ապրելակերպ, այդ ամբողջը ձեր գործն է։ Դե լինում է։ Օրինակ պրոյեկտներ կան, որ մենք արտ երկրից հրավիրում ենք կոնտրակտով, ու իրանք գալիս են կոնտրակտով 3 ամիս աշխատում են գնում են։ Ում հետ որ շարունակել է լինում աշխատանքը, կոնտրակտը երկարացնում ենք։ Իսկ պայմանները արդեն միայն մեր էջում։ Իսկ այն սևական սիմպաթիչնի տղաներն էլ են տենց այդ տղաներ ունենք, որ իրանք սովորում են, տղա ունենք, որ դաժե ամուսնացել հենց հայ հետ ստեղծել է հենց Հայաստանում իր գեղեցիկ ընտանիքը, որը ես շատ ուրախացա։ Լուրջ ես ասում։ Հա, իրանք ստեղծեցին իրենց ընտանիքը, ինքը շատ նվիրված հայ դարավ, դաժե ինքն էլ փոխվեց, երբ որ իրանց մոտ երեխա ծնվեց, դաժե ես կնոջը անձամբ որ շնորհակալություն քեզ, ինքը մի քիչ ուրիշ էր ու դու իրան սովորացրեցիր մեր կուլտուրան ու ինքը չմոռանալով իր կուլտուրան Աֆրիկայից իր կուլտուրան ընդունեց նաև մեր կուլտուրան ու շատ սիրալի, շատ նախանձելի ընտանիք են իրանք։ Հիանալի է։
բան չունեմ ասելու, no comment ասվածն եմ։ Դա մեն 3 տարվա ընթացքում էս ամեն ինչը։ Անուկ։ Դե պիցերի ընտանիքներին չեմ բան անում էլի։ Շատ լավ։ Ման, իսկ դու որպես հոբելյար ինչպիսին ես։ Ես տեսակներ ասեմ դու ընտրի, էլի։ Երիտասարդ, ով ամիսներ առաջ սիրում է կազմակերպել ծննդյան օրը, երիտասարդ, ով ծննդյան օրը չի սիրում, մեկուսանում է, եւ մարդ, ով դե տուն տեղ կոլեկտիվ ոնց է չնի, իրանք մի բան քեզ համար կկազմակերպեն։ Որն է քոնը։ Լսի, գիտես, ոնց որ Ցինջան, կարամ ասեմ, որ 3-ն էլ։ Ամեն տարի մի Կա տարի, որ ես ուղղակի ուզում եմ գնամ մեկուսանամ, երևի աշխատանքի հետ կապված, այսինքն ուզում եմ ես լինեմ ինքս իմ հետ։ լավ։ Կա որ ես ուզում եմ ուղղակի, որ ստեղ էլ նշեցի մի տարի, ուզում եմ նշեմ բոլորի ընկերներին հավաքեմ ու բոլորս ուղղակի մի հատ մեծ փարթի անենք ու ուրախանանք, որը մեծ մասամբ իմ ընկերների ասում են երբես Այո։ Հայաստանում նշելու ու ես երբ որ իրականացնում եմ միջոցառումները, ես առաջին նայում ասում եմ ինձ դուր կգար որ դա լիներ ու փորձում հենց այդպես էլ անել։ Դրա համար երևի մեծ մասամբ մարդիկ կան, որ այս 3 տարի է իրանց դաժե ինձ անգամ ասում են ման ջան գիտես չէ մայիսի 21-ն դապուստին ասում եմ դա գիտեմ որ քո ծնունդն է, այսինքն ես պետք է ինչ-որ բան մտածեմ ու մեծ մասը չեն ուզում այն ինչ որ եղել է ու դա է ինչ շատ դուր գալի, այսինքն մեծ մասամբ ուզում են այն ինչը որ պետք է լինի առաջին անգամ։ Ման դե մտածել, դիմացը կա մեր ծրագրի 1 ամյակը, արդեն եւ իմ ծնունդը։ Okay։ Այսքանը։ Իսկ այսքանից հետո գիտես, դու արդեն հասկացար, ես ունեմ եւ բեմ, մեր տարածքը բավականին մեծ է եւ ինձ մոտ շատ առիթատերեր սպասում են ավարտին ամփոփման, որովհետեւ ոնց չլինի հոբելյարներ, ժամանցասեր հասարակությունը հետևում է ուզում է եւ երկ եւ պար։ Ասա որ դու պատրաստ ես հենց հիմա թեկուս այս փոքրիկ տարածքում ներկայացնել մի հետաքրքիր շոու։ Ասեմ որ ռոքսո շոուն միշտ պատրաստ եմ։ Ճիշտ է, միայն պատրաստ չենք առումով որ մի քիչ ձեր տաղավարը մեր համար շատ փոքր է, բայց ամեն դեպքում կհարմարվենք, իհարկե պատրաստ ենք։ Վերջացավ, այնպես որ մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև Roxo Show-ի լավագույնները հատուկ ձեզ համար ունեն կատարում։ Put in my heart for lockdown, oh lockdown. Yo, you sweet life, phantom. If I tell you say I love you, no day for me, young girl, oh young girl. No tell me no, oh. Baby, gon' give me your lo. You got me like whoa. Shawty gon' give me your lo. Come. Pull up. Baby. Come down. Woman, let me be your woman. Woman. I can be your woman. I can be your lady, I'm a woman, They got a problem, put some babies in your life and take away the drama. Put the paper in the picture like a diorama. Gotta face a lot of princess or queen, tomboy or king. You've heard a lot you've never seen. Mother Earth, Mother Mary, rise to the top. Divine feminine, I'm feminine. Sexy. Sit
Django, Django, Samina, mina, Santalewa, Anawa, Django, Django, Samina, mina, Santalewa, Anawa, This time for Africa. This time for Africa. We're all Africa. We're all Africa. You see these shackles, baby, I'm your slave. I'll let you with me if I misbehave. It's just that no one makes me feel this way. Come here, rude boy, come here, rude boy, boy. Come here, rude boy, come here, rude boy. Come here, rude boy, come here, rude boy, boy. Come here, rude boy, come here, rude boy. Come here, rude boy, boy, can you get it up? Come here, rude boy, boy, is you big enough? Take it, yeah, baby, baby, take it, yeah. Come here, rude boy, 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 boy. Come here, rude boy, 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 boy. Come here, rude boy, 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 boy. Come here, rude boy, boy, boy. It's your DJ Clean. Tonight I'ma let you be the captain. Tonight I'ma let you do your thing, yeah. Tonight I'ma let you be a rider. Giddy up, giddy up, giddy up, babe. Tonight I'ma let it be fire. Tonight I'ma let you take me higher. Tonight, baby, we could get it on, yeah. We could get it on, yeah. Do you like Square. Allez, 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 allez. Let's go. Oh, today, oya sare wa ba kekere, kere wa bo atitide. Oya buroko so make we sarabara owe. Oya shake it ni ni ni, oya shake it ni ni ni, oya shake it ni ni ni, oya shake it no no no. I got the power, me I know the border. I know be footballer, but I sabi do